Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ թույլ չի տա, որ իր օդային, ցամաքային եւ ջրային տարածքները օգտագործվեն Իրանի դեմ որևէ ռազմական գործողության համար։ Ամեն որևէ լոգիստիկ աջակցություն չի ցուցաբերի նման գործողություններին, նշված է հայտարարության մեջ։ Ըստ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու, իր երկրի համար ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները լիովին համաձայնեցված են։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է եւ մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը, ասել է նախագահը։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը այնուհետև կուղարկվի ԱՄՆ Կոնգրես եւ Գերագույն Ռադա վավերացման, հավելել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկին նաև նշել է, որ Աբու Դաբիի եռակողմ բանակցություններում քննարկվել են 20 կետից բաղկացած ծրագիր եւ խնդրահարույց հարցեր եւ ընդգծել, որ Ուկրաինայի դիրքորոշումը Դոնբասի հարցում չի փոխվել։ Ռուսաստանի Դաշնությանը խնդրում են դադարեցնել Ուկրաինայի ենթակառուցվածքներին հարվածելը, սակայն Ռուսաստանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Զրույցի ընթացքում մարզի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում ավարտվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու նպատակով 17 օբյեկտներից 16-ի շինարարությունը։ Վերջինս ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումները դեռևս շարունակվում են։ Այո, իսկ մեզ խնդրում են չանել դա, ասել է Պուտինը։ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեզ վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի։ Դա լուրջ սխալ կլինի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ապագայում ակնկալվում է ընդլայնել արաբական եւ մահմեդական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster 3 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները Տեխասի Ռոբերտ Գրեյ օդանավակայանից բեռներ են տեղափոխում Մերձավոր Արևելք։ Բազայում տեղակայված են Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր եւ THAAD հակահրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են բալիստիկ հրթիռները որսալու համար։ Ավիացիայի տվյալների համաձայն ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները վերջին 48 ժամվա ընթացքում կատարել են 6 թռիչք։ Դրանց թվում են Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազա թռիչքները եւ Սաուդյան Արաբիայի Արքայազը Սուլթան ավիաբազա թռիչքը։ Իրանը կոշտ պատասխան կտա ցանկացած արտաքին ագրեսիայի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է իր կարողությունների մեջ եւ հաշվի առնելով նախորդ փորձը, մասնավորապես 2025 թվականի հունիսյան հերոսական մարտերը, համապարփակ եւ ջախջախիչ պատասխան կտա ցանկացած ագրեսիայի, ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր հունվարի 27-ին այցելել են Եռաբլուր, ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Ազգային ժողովի որոշմամբ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, օրը ոչ աշխատանքային է։ Փաշինյանի Պանթեոն այցից առաջ ոստիկանության գվարդիայի մեծաթիվ աշխատակիցներ են տարվել այնտեղ, քանի որ զոհվածների հարազատները հավաքվել էին թույլ չտալու, որ իշխանության ներկայացուցիչները մոտենան իրենց որդիների շիրիմներին։ Փաշինյանը ծերիս է սուտասան է։ Եթե Արցախը Հայաստան չէր, խիր ասում Արցախը Հայաստան է։ Կամ եթե Արցախը հայկական չէր, այս տղերքը խի պարկեցին, խի կռվեցին։ Դու ասեր պատերազմ չենք անում։ Всё ձեր հողերն է տալիս ենք ձեզ, եթե տենց էր։ Եթե տենց էր էլի։ Եթե տենց իսկականից տենց չէր, ես գիտեմ, որ դա տենց չէր։ Խի տենց չէր, որովհետև եթե տենց էր, խի են այս տղերքը պարկած։ Եթե հայկական չէր, խի էր պատերազմ անում։ Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որում ասվում է. հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր ամենաստոր կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։ Այս հարցին տրվել է հստակ
եւ աներկբա պատասխան։ Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա եւ հետեւաբար պետությունը զարգացած ուժեղ անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ։ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Սիրելի իմ եղբայրներ եւ քույրեր, դուք իզուր չեք ընկել, ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը, ուժեղացնելու մեր պետությունը, կերտելու պետականորեն մի ճանապարհ, որը բարեկեցության, անվտանգության, երջանկության, խաղաղության ճանապարհ է Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների համար եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, ուղերձում ասել է Փաշինյանը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի եւ մյուսների դատավարությանը, որի ներկայ է եղել նաեւ կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը, նախկին Տեր Արամը դատավարության ավարտից հետո խուսափել է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա Օհանավանում տուն է կառուցում։ Ֆեյսբուքյան օգտատեր Աբրասի Մաթոյանի գրառման համաձայն խոսակցություններ կան, որ Փաշինյանի եկեղեցու բարենորոգում անունը ստացած ընդդեմ եկեղեցու արշավին առաջիններից միացած Ստեփան Ասատրյանը Օհանավանքում 2021 թվականին տարածք է գնել 10.5 միլիոն դրամ կադաստրային արժեքով եւ սկսել է տուն կառուցել 2022-ին։ Աբրասի Մաթոյանը հղում անելով մասնագետներին նշել է, որ այսօրվա դրությամբ կիսակառույցն արժե մոտ 80 միլիոն դրամ, սակայն Ստեփան Ասատրյանն այդպես էլ չի պատասխանել տուն կառուցելու հարցին։ Նիկոլ Փաշինյանի հունվարի 26-ի որոշմամբ Արտյոմ Սմբատյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից եւ նշանակվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ Վարչապետի այլ որոշումներով Ագնես Աղաբաբյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ նշանակվել Միասնական սոցիալական ծառայության պետ։ Հունվարի 23-ին երեկոյան ձնամաքրման աշխատանքները կենտրոնում տևել են 6 ժամ, խնդիր կար կենտրոնում խցանումներ, տևական կանգ։ Այս մասին հունվարի 26-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, խոսելով Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին, նա պատասխանել է հնչող մեղադրանքներին։ Ես մի հարցի կպատասխանեմ հարցով, պարոն քաղաքապետ, որ շատ է մեզ ներկայացվել տարբեր ուղղություններից դուրք չենք տվել որևէ արձագանքի, որովհետև մեր խնդիրը եղել է աշխատելը, խնդիրը լուծելը։ Այն հարցին, թե որևէ գործ արված չէր եւ սահադաշտ էր վերածվել քաղաքի, ես կպատասխանեմ հարցով։ Եթե այդպես էր, ապա այն նույն սահադաշտը ամսի 24-ի առավոտ ժամը 10-ին ուր վերածավ։ Ոնց այդքան սառույց մի գիշերում գոլորշաց։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, որ հաշվի առնելով եկած ձյան ծավալը աշխատանքները համարում է բավարար։ Այս բարձ է, եթե արդեն այն ժամերին է գալիս, երբ երթևեկությունը ինտենսիվ է, այդտեղ մեր գործը մի փոքր դժվարանում է։ Բայց շնորհակալություն ասելով հանդերձ, ընդունելով, որ այս տարվա պայմանները իրապես անոմալ էին, իրապես ձանքանակը շատ էր, իրապես խնդիրները ավել էին, ես ուզում եմ մի քանի բանի վրա այնուամենայնիվ մենք կենտրոնանանք կառուցողական տրամաբանությամբ եւ սա խնդրում եմ որպես մեղադրանք չընդունել, ես կարծում եմ, որ մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու, մասնավորապես մենք իմանալով X, Y, Z ժամերը նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Պետեկամուտների կոմիտեն հայտել է, որ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։
կենսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջեի մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։ Որևէ երկրի դուրս չենք թողնելու COP17-ի աշխատանքներից։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նա անդրադարձել է նաև ադրբեջանցիների Հայաստան այցին, պատասխանելով հարցին արդյոք հրավեր ուղարկվել է թե ոչ։ Հրավերը ուղարկվում է համատեղ ՄԱԿ-ի հետ։ Սա եւ մեր միջոցառումն է, եւ ընդհանուր գլոբալ միջոցառումն է։ Իսկ մենք հրավիրում ենք բոլորին, բոլոր 196 երկրներին։ Միջոցառման խորագրերից մեկը հենց այն է, որ մենք միասին աշխատենք ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ եւ այդ աշխատանքների մեջ չի կարելի որևէ երկրին դուրս թողել, առավել եւս որ մենք անպատասխանատվորեն ենք հյուրընկալել բոլոր պատվիրակությունների եւ բոլոր երկրների։ 2025 թվականին ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների մեծամասնությունը եւ դատական հայցերի կեսի իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Այս մասին նշվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, համապատասխանաբար 224 եւ 208։ Թվային պատկերն ըստ խախտումների տեսակների հետեւյալն է՝ 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ ճնշումներ, 101 տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Ինչպես նախորդ տարիներին վերոհիշյալ դեպքերի քանակական աճ է արձանագրվել հատկապես երկրում քաղաքական հասարակական իրավիճակի սրացումների ընթացքում։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկիրը պետք է դադարեցնի իր քաղաքականությունը հիմնել արտաքին սկզբունքների վրա։ Բավական է Վաշինգտոնի հրամանով շարժվել, մեր տարաձայնություններն ու ներքին հակամարտությունները լուծողը վենեսուելական քաղաքականությունն է, ասել է Ռոդրիգեսը։ Նա ընդգծել է, որ միայն ազգային միասնությունը կարող է ապահովել երկրի ինքնիշխանությունը եւ որ Վենեսուելան չի վախենում լուծել իր տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հատուկ ուշադրություն է դարձնում ավանդական հրետանու զինատեսակների զարգացմանը, առանց որոնց հնարավոր չէ ժամանակակից պայմաններում։ Ես կարևոր ուշադրություն եմ դարձնում ավանդական հրետանու զարգացմանը, 152 մմ տրամաչափի անագներով եւ գրադ համակարգերով։ Գիտեք թե ինչ է գրադը։ Մասնիկավոր հրթիռային համակարգ է, որը մենք ինքներս արտադրում ենք, ինչպես նաեւ դրա գնդացրերը, նշել է նախագահը։ Լուկաշենկոն այս առնչությամբ ընդգծել է, որ պետք չէ անտեսել այն արտադրությունները, որոնք Բելարուսում լավ են յուրացվել։ Այս ամենը պետք է շարունակենք, ունենք դպրոցներ, տրակտորաշինություն, ավտոմոբիլաշինություն, կոմբայնաշինություն եւ շատ այլ ոլորտներ։ Մենք շատ բան գիտենք անել եւ այս արտադրանքը միշտ անհրաժեշտ է աշխարհում։ Մենք պատրաստ չենք հրաժարվել դրանից, պարզաբանել է նախագահը։ Իրանի բանակի զինծառայողները ուշադիր հետևում են ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին Մերձավոր Արևելքում եւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե տարածաշրջան ուղարկվելու են բազմաթիվ ամերիկյան նավեր։ Տարածաշրջան ուղարկված ցանկացած նավ ոչ մի կերպ չի ազդի Իրանի հաստատակամության եւ վճռականության վրա, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Հետևաբար Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր շարժումներին եւ միևնույն ժամանակ ոչ մի վայրկյան չեն վատնում ամրապնդելու իրենց պաշտպանունակությունը, պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը եւ երկրի արժանապատվությունը, ընդգծել է Բաղային։ Եթե 2026 թվականի փետրվարը նույնքան ցուրտ լինի, որքան հունվարը, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հաղթանակին Ուկրաինայի հակամարտությունում եւ մի քանի եվրոպական կառավարությունների փլուզմանը։ Նման տեսակետ է հայտնել ավստրիացի վերլուծաբան Գերալդ Մարկելը։ Նրա խոսքով հունվարը վերջին 60 տարվա ընթացքում ամենացուրտն էր։
Այս ամսվա ընթացքում մոտ 600,000 մարդ լքել է Կիևը, որը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման։ Ռուսաստանի կողմից էլեկտրաէներգիայի վրա հարվածներից հետո նմանատիպ իրավիճակ է նկատվում Ուկրաինայի մյուս բոլոր խոշոր քաղաքներում, ընդգծել է վերլուծաբանը։ Նա նաեւ նշել է, որ ուկրաինական բանակի իրավիճակը ճակատում գնալով ավելի աղետալի է դառնում։ Որքան քիչ մանրամասներ են հայտնի Աբու Դաբիում բանակցությունների եւ փետրվար ամսվա եղանակի կանխատեսման մասին, այնքան ավելի եմ ես գալիս այն եզրակացության, որ Ռուսաստանը երրորդ անգամ խոշոր հաղթանակն է տարել ձմեռային խոշոր արշավում։ Ուկրաինան գտնվում է իր հնարավորությունների սահմանին եւ այլընտրանք չունի, ընդգծել է Մարկելը։ Մոսկվան դիվանագիտական ուղիներով մշտական կապի մեջ է Կարակասի հետ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք Վենեսուելայի նոր ղեկավարության հետ մշտական կապի մեջ ենք, ամենօրյա ռեժիմով, հենց սկզբից։ Մենք նրանց շատ լավ ենք ճանաչում։ Դիվանագիտական ուղիներով մենք մշտական կապի մեջ ենք, ընդգծել է Պեսկովը։ Եվրոպան երբեք չի կարողանա գոյատևել առանց Միացյալ Նահանգների։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Իմ կարծիքով երբեք պատմությունն է մեզ միավորել։ Ամերիկյան միջուկային պաշտպանական հովանոցը մեր անվտանգության հիմնական երաշխիքն է, ասել է Ռյուտեն պատասխանելով այն հարցին, արդյոք Եվրոպան երբևէ կկարողանա գոյատևել առանց ԱՄՆ-ի։ Նրա խոսքով եվրոպական երկրները դեռևս չափազանց քիչ միջոցներ են հատկացնում պաշտպանությանը։ Ռազմական թղթակից Դմիտրի Ստեշինը հայտարարել է ուկրաինացիների խելքի գալու մասին Դոնբասի ապագայի վերաբերյալ նրանց դիրքորոշման փոփոխության համատեքստում։ Հրապարակված տվյալների համաձայն հարցվածների 39%-ը պատրաստ է, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ մնացած Դոնբասի հատվածը փոխանցվի Ռուսաստանի Դաշնությանը։ Ստեշինը այս տվյալներին արձագանքել է կարճ գրառմամբ, նշելով. «Ֆիքսվել է ուկրաինացիների 39%-ի խելքի գալը»։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պետք է հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության համաձայնագիր։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի ընտրություն կատարել պարտության եւ կազմաքանդման միջև։ Այս մասին հայտնել է Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի նախարար եւ Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին։ Մենք լսեցինք Զելենսկուն, ով չնայած ստացված բոլոր գումարներին, ջանքերին եւ օգնությանը, դեռևս համարձակություն ունի բողոքելու։ Իմ ընկեր, դուք տանուլ եք տալիս պատերազմը, կորցնում եք մարդկանց, վստահություն եւ արժանապատվություն։ Հնարավորինս շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիր։ Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել պարտության եւ կազմաքանդման միջև, հայտնել է Սալվինին։ Ռուսաստանի Դաշնությունը չի թողել առանց արձագանքի Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա իրականացված հարձակումը, սակայն հրաժարվել է հատուկ զենքի կիրառությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը։ Նրա խոսքով հատուկ զենքի չկիրառման հիմնական պատճառներից մեկը եղել է Ռուսաստանի հակաօդային պաշտպանության եւ զինված ուժերի արդյունավետ գործողությունը, որի արդյունքում հնարավոր է դարձել կանխել նստավայրի ուղղակի խոցումը։ Շվիտկինը հավելել է, որ երկրորդ կարևոր գործոնը եղել է պատասխան հարվածի իրականացումը, որը նրա բնորոշմամբ վրեժի հարված է եղել։ Այսինքն Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները չեն մնացել անպատիժ եւ առանց արձագանքի։ Պետական նստավայրի վրա հարձակման համար համապատասխան հարվածներ են հասցվել, ընդգծել է падգամավորը։ Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ դատական նիստում մոտ 3 ժամ քննվում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ նույն թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանի վերաբերյալ քրեական գործը։ Մկրտիչ Սրբազյանի դատի ներկա քահանաները նիստը սկսեցին հանուն արդարադատության միասնական աղոթքով։ Ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ այլ բան տեղի է ունեցել ընդամենը փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Մկրտիչ Սրբազյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Ռոման Ահարոնյանը, կրկնելով ըստ էության փաստաբանական խմբի մոտեցումը, որ առկա նյութերով ակնհայտ է, որ Սրբազանը մինչ օրս գտնվել է ապօրինի կալանքի տակ, քանի որ ռիսկերը փաստացիորեն չեն հիմնավորվել։ Հաշվի առնելով, որ իրականում կալանքից ազատման հիմքերն առկա են, խնդրում ենք դատարանին ազատել կալանքից Մկրտիչ Սրբազյանին, իսկ նման անարություն տեսնելու դեպքում, որը կարծում ենք ուղղակի անհնար է, բայց այդ դեպքում կիրառել այլընտրանքային խափան միջոց։
Նիստին մասնակցում էին որպես տուժողներ երկու կարգալույծ քահանաները՝ Արամ Թախմազյանը, նախկին Տեր Թադե քահանան, եւ Ստեփան Ասատրյանը, նախկինում Տեր Արամը։ Նրանց լրագրողներն այսօր մինչդատական նիստի մեկնարկը հարցեր ուղղեցին պարոն Ասատրյան եւ պարոն Թախմազյան դիմելով։ Սկզբում արհամարում էին վիրավորվելով, որ ավազանի անունով են դիմում, հետո արձագանքեցին ստիպված։ Իսկ հարցերը վերաբերում էին եկեղեցուց օծյալ քահանաներին դուրս անելուն, խորանի մոտ չթողնելուն եւ եկեղեցիներում քաղաքական ծափերի խրախուսման ծեսերին ու ջանքերին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը կշարունակի մնալ կալանավորված։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ եւս մեկ ամսով երկարացրել է Սրբազանի կալանքի ժամկետը։ Միևնույն ժամանակ վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելը կրկին լիազորությունները օգտագործելով։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8%-ով ավելի 20% հետվճարի համակարգը։ Մի քանի ամիս անց ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Հանվել են այդ բացառությունները օրենքով։ Մենք պարզապես մեր համար ժամանակ ենք վերցրել 3 ամիս, որպեսզի նախ սահուն անցումը կատարենք եւ երկրորդն էլ այդ կարգերի միջոցով որոշենք, թե որ քաղաքացիներն ենք մենք օգնելու, ովքեր որ խնդիր ունեն եւ ինչպես ենք օգնելու։ Լուծումները կարող են լինել թե նորարարական, էլեկտրոնային, թվային, տեսազանգ եւ այլն, եւ թե նաեւ մենք ծառայությունը մոտեցնենք քաղաքացիներին, դեռնշակումների փուլում ենք։ Վոլոդիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ չի գնա տարածքային զիջումների, Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ քննարկման առարկա չէ։ Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Այո, սա երկու տարբեր սկզբունքային դիրքորոշումներ են՝ ուկրաինականն ու ռուսականը։ Ամերիկացիները փորձում են գտնել փոխզիջում։ Մենք շփվում ենք եռակողմ ձևաչափով։ Սրանք առաջին քայլերն են այդ փոխզիջումը գտնելու ուղղությամբ։ Սակայն փոխզիջման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան, ասել է Ուկրաինայի առաջնորդը, ընդգծելով, որ դա վերաբերում է նաև ամերիկյան կողմին։ ԱՄՆ-ում կայացած բանակցություններից հետո կողմերը մոտեցել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդներ Վոլոդիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, հաղորդում է Axios-ը, հղումանելով ամերիկացի պաշտոնյաներին։ Մենք շատ մոտ ենք Պուտինի եւ Զելենսկու հանդիպմանը, հրատարակությանը հայտնել է պաշտոնյաներից մեկը։ Աղբյուրի խոսքով, եթե Աբու Դաբիում կայանալիք հաջորդ եռակողմ հանդիպումը հաջող անցնի, դրան կարող է հաջորդել հանդիպումը Մոսկվայում կամ Կիևում։ Ամերիկացի պաշտոնյաները բանակցությունները բնութագրել են որպես արդյունավետ, դրանց ընթացքում առաջընթաց է գրանցվել։ Նրանք նշել են, որ չլուծված հարց չի մնացել եւ բոլորը միմյանց նկատմամբ հարգանքով են վերաբերվել, քանի որ մարդիկ իսկապես լուծումներ էին փնտրում։ Ամեն ինչ ընթացավ այնքան լավ, որքան հնարավոր էր, նշել է պաշտոնյաներից մեկը։ Ամերիկացի պաշտոնյան նաև Reuters-ին հայտնել է, որ կարծում է Պուտինի եւ Զելենսկու երկկողմ բանակցությունները կամ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահների եռակողմ բանակցությունները այնքան էլ հեռու չեն։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կայացած բանակցությունների մեծ մասը նվիրված էին տնտեսությանը, ինչպես նաեւ այն հարցին, թե ով է վերահսկելու Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանը, որը ներկայումս օկուպացված է ռուսաստանյան զորքերի կողմից, հայտնել է Politico-ն։ Համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է համատեղ արտադրեն էլեկտրաէներգիա այդ ատոմակայանից, որը Եվրոպայում ամենամեծն է։ Երկու կողմերն էլ սկսում են պատկերացնել, թե ինչ կարող են ստանալ խաղաղությունից։ Օրինակ, Ուկրաինայի բարեկեցության ծրագիր, որոշ հնարավորություններ Ռուսաստանի համար, ԱՄՆ-ի հետ գործարքներ կնքելու։ Ակնհայտ է, որ այժմ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև վստահություն չկա, բայց մենք ուզում ենք ստեղծել հիմք, որը կսկսի ամրապնդել վստահությունը, ցույց տալով իրական դեէսկալացիա, ասել է պարբերականին պաշտոնական աղբյուրը։ Ռուսաստանը պնդում է, որ Վենեսուելայի առևանգված եւ ԱՄՆ տեղափոխված նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է ազատ արձակվի։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Առաջին քայլը, առանց որի մնացած ամեն ինչ մնում է զուտ հիպոթետիկ, Մադուրոյի եւ նրա կնոջ ազատ արձակումն է, ասել է փոխնախարարը պատասխանելով այն հարցին, արդյոք Ռուսաստանը պատրաստ կլինի Մադուրոյին ապաստան տրամադրել, եթե նա ազատ արձակվի։ Բայց քանի որ ինքնիշխան պետության նախագահի առևանգումը արդեն տեղի է ունեցել, անհրաժեշտ է պնդել, որ Վենեսուելայի նախագահը ազատ արձակվի։ Իսկ թե ինչպիսին կլինի հետագա դիսպոզիցիան, առանձին հարց է, եւ այս պահին պարզապես հիմք չկա դրա մասին խոսելու, հավելել է Ռյաբկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի քաղաքականության մեթոդները չեն համապատասխանում Ռուսաստանի բազմաբևեռ աշխարհի ձևավորման կուրսին։ Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որն իր մոտեցումները հիմնավորում է բիզնեսի սկզբունքներով, կոշտ անողոք բիզնեսի։ Այս մեթոդները, որոնց նա դիմում է, բոլորովին չեն համընկնում բազմաբևեռ աշխարհի վերաբերյալ մեր մոտեցումներին, հայտնել է Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ Դոնալդ Թրամփը կողմնակից է ուժային լուծումների։ Գլխավորը, որ մենք այդպես չանենք, եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ 2024-ին եւ 2025-ին Հայաստանի Հանրապետության ճանապարհներին 95 կյանք է խնայվել։ Մենք ընդհանուր առմամբ փաստորեն 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից եւ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները եւ մեր եզրակացությունը միանշանակ է, որ պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է, այսինքն խմացություն ունեցող վարորդներին վարորդական իրավունքներից զրկելն է։ Պարզ է, որ դա ոչ մեկի համար հեշտ որոշում չէ եւ նաեւ ես նամակներ եմ ստանում քաղաքացիներից, ովքեր ասում են, որ միջնորդում են, որպեսզի ժամկետից շուտ վերականգնվի վարորդական իրավունքը եւ այլն, բայց հիմա իմ խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր խմած վիճակում ավտոմեքենային վարել զրկվել են վարորդական իրավունքից, բայց մյուս կողմից այդ որոշումների արդյունքում մենք 95 պայմանական մարդու կյանք փրկել ենք։ Կապանիսյոնի օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ։ Այս մասին հայտնել են նախարարությունից խոսելով հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերի մասին։ Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել։ Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության թռիչքուղիների եւ մյուս տարերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ եւ այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 26-ից 3-ը 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը եւ առավոտյան ժամերին Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում հունվարի 27-ից 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ին 28-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 27-ից 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 27-ից 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ից 3-ը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կնվազի 4-ից 6 աստիճանով։ Հունվարի 28-ից 31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։